Բարի ողջույն Դավիթ ջան, Ողջույն Սևակ ջան։ հուսով եմ լավ ես, բարի ողջույն մեր սիրելի դիտողներին։ Շարունակում ենք մեր ինքնաճանաչում հանդիպումը եւ ահա հիմա մաս 3-ն է։ Դավիթ ջան, որտեղ կանգ առանք նախորդ անգամ խոզերի թեմային ենք հասել, բայց այնտեղ մի փոքր ճակերտներ մնաց Բաբելոնի հետ կապված, կցանկանամ մի փոքր էլ խորացում տանք այդ թեմայի եւ հետո սահուն կերպով կանցնենք մնացած այն թեմաներին, որոնք պետք են մեզ եւ մեր դիտորդներին։ Բարի։ Բարի սիրով Սևակ ջան։ Թե անցած անգամ մենք ինչպես խոսեցինք կամ ներկայացրեցինք այն ինչ որ գրված է, դեռ գրված կանոնիկ գրվածքներից ենք խոսում եւ կա դրա այդ գրվածքի շարունակությունը, որը արդեն մեր հայ ազգի, հայ ժողովրդի ավանդույթներում պահպանված գրվածքներից է Հայք եւ Վելի պատումը, կթվա թե կամ հարց կառաջանա ինչ կապ ունի Բաբելոնի աշտարակի հետ, ասեմ որ անմիջական կապ ունի, որովհետեւ մարդու որդիները երբ որոշեցին կառուցեն Բաբելոնի աշտարակ, ինչպես որ գրված է, եւ նրանց լեզուները խառնվեց, որ ցրվեն ամբողջ աշխարհում եւ չհասկանան մեկ-մեկու, անմիջապես այդ հատվածից հետո, որը կրճատվում է 5 կտակարանում, շարունակությունը տեսնում ենք Հայք եւ Բել հատվածում եւ ինչ է տեղի ունենում, Հայկը հավաքում է նույնական աստվածային լեզվի կրողներին, որն է հենց հայերենը, իհարկե նկատի չունեմ ժամանակակից հայերենը, եւ գնում է դեպի Վանի տարածք, որին հետևում է Բելը, նյութական դաշտի ներկայացուցիչ, եւ գիտենք պայքարի մասին, որտեղ որ Բելը խոցվում է Եռաժանի նետով Հայկի կողմից, իսկ ինչու է խոցվում, որովհետև Բելը, ինչպես հասկացանք, նյութական մարմինը ցանկություն ուներ իշխելու հոգու կրողին, եւ դա նույն օրինակով ավելին կարելի հասկանալու համար դա հենց նույն օրինակն է, ոնց որ մեր աշխարհիկ մարդու մարմինը միշտ փորձում ավելի դոմինանտ առաջնային տեղ գրավել եւ ունենալ կյանքում եւ շատ քիչ հնարավորություններ է տալիս կամ գերադասում է հնարավորություն չտալ հոգու արթնացմանը։ Դա շատ խորհրդաբանական ձևով է ներկայացրած Հայք եւ Բել մենամարտը, սակայն դրանում շատ կարևոր դեր է խաղում այն իմացությունը, որ ցույց է տալիս նյութն է, որ կարող է մահանալ, ոչ թե հոգին։ Իհարկե խոցման միջոցով է ներկայացված, բայց ուղղակիորեն հոգին, այսինքն Հայկը չէր կարող մահանալ, ցույց է տալիս, որ երբ որ նյութը փորձում է չբավարարվելով ճնշել հոգևոր աշխարհին, ապա իր միակ ճանապարհը դեպի մահն է։ Եվ նույն մենամարտը, նույն խնդիրը մենք տեսնում ենք մեր ներկայիս կյանքում, մենք ամեն օր թույլ ենք տալիս, որ մեր մարմինը, այսինքն նյութը, խորհրդաբանորեն ասած Բելը, փորձի իշխի եւ ճնշի հոգուն։ Այն նույն օրինակով, որ ամեն առավոտ արթնանալուց հետո սկսում ենք մինչ օրվա վերջ, մեր ժամանակը տրամադրում ենք հիմնական միայն մարմնական հաճույքներին, հաց ուտելուց սկսած, վերջացրած բազմաթիվ Զանազան այլ բազմաթիվ զանազան հաճույքներով, այսինքն կարելի ասել բացակայում է անդրադարձը դեպի հոգևոր կյանք։ Այնինչ շատ կարևոր է, որ Հայկի օրինակ ունենալով մեր մեջ, պարտադիր չի ամենևին, որ մեկը մյուսին խոցի, սպանի, բայց հավասարակշռություն է պետք արթնացնել մեր մեջ, օրինակ արթնանալ գոհանալով, գոհություն հայտնելով առողջական ուժին։ Դա արդեն հոգևոր դաշտում մի քայլ առաջ գնալ է։ շնորհակալության զգացումը։
Այո, օրվա մեջ ընկերոջ հանդիպելու ժամանակ կամ ինչ-որ մի շնորհ ստանալու համար փորձել շնորհակալ լինել, իրոք շնորհակալ լինել թե դիմացինին, թե առաջական ուժին, որ դու արժանացար տվյալ շնորհի։ Նույն աշխատանքը, եթե աշխատանք ենք անում առանց տրամադրության, հիասթափված, մենք օգտակար չենք կարա լինենք ինքներս մեզ։ Միևնույն է, պետք է անենք այդ աշխատանքը, բայց շատ կարևորը սիրով անել։ Իսկ եթե մի բան սիրով ենք անում ու դրանից շնորհակալ ենք լինում, այստեղ նյութականի հետ միասին նաև բարձրացնում ենք մեր ներսի հոգևոր աշխարհի ձգտումը եւ իմացության դաշտը։ Հավասարակշռության պահելու ձևերից մեկը լինել ճիշտ տեղում, ճիշտ պահին, ապրել տվյալ պահը, շնորհակալ լինելով, գոհանալով։ Սկսած պատերազմելուց, վերջացրած սիրելուց, ցանկացած բան պետք է անել լիարժեքորեն եւ սիրելով։ Գոնե հնարավորինս։ Աշխարհը հիմա հասել է այս վիճակին, այս փլուզումների մեջ է գտնվում, որովհետեւ լիարժեքորեն տրված է բելի հսկողությանը, այսինքն մարմնին։ Շատերը գուցե հարցնեն, միջև մա Եհով Աստծո մասին ենք խոսում, հիմա բել ենք ասում, բելը այդ աստվածության ներկայացուցիչներից է, դրա համար տվյալ դեպքում քանզի Հայկ եւ բելից խոսեցինք, բելով եմ նյութականը ներկայացնում։ Այո, իսկ եթե նյութը առհասարակ ներողություն, նյութը առհասարակ շատ տարբեր ազգերի մոտ շատ պատումներում տարբեր անվանումներով նյութական աստվածությանը կարելի է տեսնել։ Սա Հայկ եւ բելի մասին գիտակցել, գոհանալ եւ սիրով անել։ Ահա ինչ էր ասում Քրիստոս, այնպես որ եթե ցանկանանք, աննանի ոչինչ չկա։ Միանշանակ Դավիթ ջան, դա այդպես էլ կա, ի վերջո Քրիստոսն ինքը ասեց, ճանաչիր ճշմարտությունը եւ այն քեզ ազատ կդարձնի, եւ գիտելիքը ինքը հենց իրանով ուժ է, գիտելիքը սարսափելի մարդուն հզոր է դարձնում։ Բարձրությունից թռել են, որ ասում է, ճախելով վերև գտել են այն ինչը որ իրենց համար, մեզ համար անհրաժեշտ է, շնորհակալություն նաև իրենց թողած այդ պատառիկները այսօր էլի լավից վատից լույս են վառում մեր առջև, որ մենք էլ մի քիչ համարձակվենք եւ գնանք խորքերը։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, շարունակենք։ Սևակ ջան, նախ ինչպես դու ասեցիր, կցանկանամ անդրադառնալ այդ վախ բառի վրա, իսկ ինչ վերաբերում է վախի, պետք է նկատել, որ 2000 տարի է, հենց այդ վախի շնորհիվ է կառավարվում մարդը։ Նույն բելից խոսեցինք, բելը հենց վախ էր փորձում սերմանել բոլորի մեջ։ Եվ եթե ավելի ենք հետ գնում կամ առաջ դեպի Մովսեսի ժամանակաշրջան, ինչպես ասում է կամ պահանջում է տվյալ աստվածությունը, որ պետք է վախենան իրանից, երկյուղ ունենան իրանից։ Եվ այդ խոսքերը տարածում է թե մեր ժամանակակից կրոններում, եղեք աստվածավախ կամ երկյուղ ունեցեք Աստծուց, հարց է առաջանում, լավ, եթե հին կտակարանում ներկայացած Աստված նույն արարիչն էր ամենի, եթե ու բոլորի հայրն է, ինչու ես պետք է իմ հորը սիրեմ վախենալու շնորհիվ։ Վախից ինչու վախից չեն սիրում, վախից զգուշանում են եւ փորձում են համապատասխան անել քայլերը, որպեսզի վնաս չկրեն։ Չի կարելի վախենալով սիրել։ Այդ դեպքում ինչու երբեք Հիսուս չի ասում նոր կտակարանում վախեցեք ինձանից, լինելով հենց արարչի որդին։ Դա նույնպես ցույց է տալիս, որ հին կտակարան Աստված ամենևին այն հայրը չի, որի մասին խոսում է Հիսուս, որտեղ Հիսուս երբեք չի ասում վախեցեք իմ հորից։ Վախի մեջ արարիչը չի գործում։ Բացի դա շատ կարևոր հիմանուր բան պետք է ասեմ։ Վախի շնորհիվ է, որ մարդկանց մեջ սերմանվել է ոչ թե գոհանալը կամ գոհություն ունենալը արարչական տրվածից, այլ սերմանվել է աղոթքի տեսքով խնդրելը։ Մենք երբ մտնում ենք եկեղեցի, ոչ մեկի շուրթերին գոհություն չկա, այլ միայն խնդրանք։ Եկեք մի հատ փոքրիկ գիտակցենք։ Արարիչ կամ Աստված, այս պահին ոնց ուզում ենք նայենք, որովհետև դիմում ենք մի բարձր ուժի։ Ինքը մեր համար խնդրանքները կատարող ուժ է միայն, թե բարձրալ ուժ է, որից պետք է շնորհակալ լինենք։ Վերջի վերջո, եթե մենք միայն խնդրում ենք, նշանակում է մենք մեր ներսում դժգոհություն ենք հայտնում տվյալ արարչին, որովհետև եթե խնդրում եմ մի բան տվյալ ուժից, նշանակում է տվյալ ուժը չի գիտակցել եւ նման խնդիր է առաջացրել իմ համար, իսկ ես դժգոհ եմ իր արարչականությունից, որի համար խնդրում եմ լավ ձևով եմ մոտենում, որ ինձանից հեռու տանի այդ
բաժակը, հա, վերջի վերջո չի կարելի միայն խնդրանքով դիմել, պետք է հասկանալ, որ ցանկացած խնդիր մեր համար է ստեղծված, եւ ցանկացած ստեղծված խնդիրների հիմքում նաեւ մենք ենք ընկած մեր իսկ սխալ քայլերով, սկսած սխալ սնունդից, վերջացրած մեր սխալ սովորություններից, որը փոխանցում են նաեւ մեր երեխաներին ընդունելով մենք մեր մեծերից եւ հետո բողոքելով մենք մեր առաջացրած մեր միջոցով առաջացրած խնդիրների դեմ խնդրում ենք որ վերանա այդ խնդիրները խնդիրները այդպես չի լինում ուղղակիորեն չի լինում փոխարենը գոյություն ունի գոհության տեսակ բայց ոչ չի նշանակում դա գոհացեք ես ձեզ գամ ճնշեմ բայց դուք դրանից շնորհակալ եղեք գոհացեք չէ դուք կարող եք երբ որ ձեր ինքնասիրությունը պարզ ասեմ ոտնահարում են, դուք կարող եք ինքնապաշտպանվել, որովհետև ձեզ արարչի կողմից տրված է եւ ձեռքեր, եւ խոսալու հնարավորություն, եւ լսելու հնարավորություն, կարելի է ինքնապաշտպանվել, որովհետև ձեզ էլ արարիչը տվել է պաշտպանվելու հնարավորություն։ Ինչու եմ այս օրինակը բերում, որովհետև շատերը ցավոք սրտի կուրորեն, երբ որ լսում են նմանատիպ խոսք, մտածում են, որ պետք է հնազանդ լինես եւ ենթարկվես ցանկացած կտանքների ու դու ոչինչ չանես։ Եթե քեզ տրված է հնարավորություն ինքնապաշտպանվելու, ուրեմն դու պետք է ինքնապաշտպանվես, գնահատես նույն այդ հնարավորությունը, որը քեզ տրված է։ Դա էլ գոհության տեսակ է։ Այսինքն պետք է շնորհակալ լինել այն ամենով, ինչ տրված է մեզ։ Չարժի չարի եւ բարու բաժանել աշխարհը։ Վերջի վերջո այդ չար կոչվածը, որը մեզ տանում է փորձությունների, եթե կարիք չլիներ արարչական ուժի կողմից չէր լինի։ Եթե գոյություն ունի, դա նշանակում է պետք է որ ինքը գործի։ Դրա համար արժի էլի հավասարակշռության մեջ նայել ամեն ինչ եւ գոհանալ, իսկ գոհությունը իր մեջ ոչ մի վախ չի պարունակում։ Վախ, որ ասեցի, հիշեցի ու վախի մասին չէի կարող չբարձրաձայնել, որովհետև ընդունված է վախի միջոցով կառավարման տեսակը։ Եվ նույն վախի միջոցով քաղաքական դաշտն է նույն ձևի մարդկանց վախացնում, ճնշում եւ փորձում ղեկավարել, որտեղ ղեկավարելու համար ամենահեշտ օղակը դա ճնշված եւ վախեցած մարդն է։ Իսկ ամենավտանգավոր եւ սարսափելին գիտակից մարդն է, հանգիստ ներաշխար ունեցող գիտակից մարդը, ով գիտի իր ամեն մի քայլի նշանակությունը, ամեն մի խոսքի նշանակությունը եւ իր իրավունքների մասին լավ տեղյակ է, որը շատ դժվար կլինի արդեն ոտնահարել։ Ահա թե որն է ուժեղ մարդ։ Շատ ճիշտ է, Դավիթ ջան։ Ամենամեծ հրաշքը, եթե կարող ենք մենք տեսնել, դա առաջինը մեր ներսում ինքնաճանաչած, գիտակցությունը արտնացրած մարդը կլինի։ Իհարկե համաձայն եմ, որովհետև վախը հենց հակառարչական կերակուրն է, եթե սերը արարչական կերակուրն է, ապա վախը հակառարչական սև կերակուրն է, որոնցից եւ սնվում են նմանատիպ էակներն ու էությունները, մարդը երկուսն են ունի ներսում արտադրելու այդ գործարանը արտադրում է եւ սեր եւ վախ։ Եթե վախի գործարանն է արտադրում, այն մեկը կանգնած է, նա չի շահագործվում։ Հիմա ուրեմն պետքա սիրունելի փակենք, իրեն որ ասում է իրանց բամեն մեկին իր աշխատավարձները տանք, ուղարկենք տներով։ Կանք էս մի գործարանը սկսենք աշխատացնել եւ սրանց սկսենք վարձատրել։ Այդ ժամանակ արդեն այդ հակառարչական ուժերի համար դա մահացու թույնն է։ Այն կողմյան աշխարհում գտնվող նմանատիպ էակների համար դա թույն է։ Նրանք մոտիկ չեն գալիս իր էներգիային։ Նրանք դրանից փախնում են։ Իսկ բացասական ֆոնի վրա առաջացած էմոցիաներից բաղկացած վախի արկայության պայմաններում դուրս եկած էներգիան համեղ սնունդ է նրանց համար։ Ինչը որ այսօր քաղաքական դաշտում եւ գեոպոլիտիկ այս աշխարհի գերտերությունները որ խաղում են մարդկանց գլխի ԶԼՄ-ներով, զանազան այլ ընտրանքային տարբերակներով հենց իրանք սպասարկում են այդպիսիների շահերը, բայց երբ որ սիրո դեպքում մենք առաջնորդում ենք սիրով, մատրիցա կոչված համակարգը սկսում է սբոյ տալ, ոնց որ ասած։ Ինքը սկսում է թրթռալ, ինքը չի կարողանում վերցնել ծնունդը, որտեղ բարձր վիբրացիան իրենը չի, ցածր վիբրացիայի կարողն է ինքը։ Իսկ դա մեր ձեռն է, մենք որն ենք ակտիվացնում մեր մեջ։ Ցավոք սրտի շատ երկար ժամանակ է, որ այդ վիբրացիաները փոխված են, շատ երկար ժամանակ է, որ մարդը գիտակցությունից բավականին հեռացած վիճակում է, Սևակ ջան,
Եվ շատ անգամ հենց այդ գործողությունները կատարվում են անգիտակցական դաշտում։ Մենք անցած հանդիպման, եթե չեմ սխալվում, խոսեցինք այդ մասին, այն նույն օրինակով, որ լսել են, փոխանցվել է մեծամեծերի կողմից, եւ մենք կուրորեն կրկնում ենք, որ մինչև 2000 տարի հետո կամ 1000 տարի հետո, ինչ որ մեկը կարթնանա, կհասկանա, որ մի րոպե, ինձ ասում են այլ բան, ցիտելով գիրքը, բայց գրքում գրված է այլ բան։ Եվ սկսում ես փորձել ավելի փորփրել ու ճանաչողության դաշտ է սկսում արթնանալ։ Թեկուզ այդ մի փոքրիկ գրքի օրինակով եմ ասում։ Աշխարհում շատ գրքեր կան, շատ գրականություն կա, տեսնել, ուսումնասիրել, շատ կարևոր է համեմատականներ տանել, որովհետև առանց համեմատականների ճանաչողական դաշտը թերի է լինում։ Ով հնարավորություն կունենա կամ ցանկություն կունենա, կարող ենք ասել, որ շատ կարևոր է բոլոր մշակույթների պատմությունները, բոլոր մշակույթների էպոսներն ու պատումները ուսումնասիրել, որովհետև բոլորը անպայման իրար հետ կապված են։ Եթե մի տեղում մի բան պակաս է, մյուս տեղում անպայման լրացրած է։ Հա, ավելի ճիշտ պետքա մարդուն օժանդակել, օգնել, որ նրա մեջ ցանկություն արթնանա, պեղելու, փնտրելու եւ գտնելու, ճանաչելու։ Հուշումներ տրվեն, արթնացնել նրա մեջ հետաքրքրասիրությունը եւ նա փորձի ճանաչել, որպեսզի գիտելիքի իրենը դառնա։ Իհարկե, Եվ նա դա արդեն կգնահատի, որ ինքը ձեռք բերի։ Իսկ ինչ որ պատրաստի տալիս ես մարդուն, նա դրա արժեքը չի գիտակցում։ միանշանակ, իհարկե։ Այդ համաձայն եմ քեզ, Դավիթ ջան։ Ես կուզեի մի փոքր հավատ բառին անդրադառնանք, որովհետև ամենաշատը շարքված բառերից է Այո, 2000 տարիների մեջ ամեն քայլափոխի կլսես դուք հավատ չունեք, հավատա Հիսուսին կփրկվես, հավատա ավետարանին, հավատա Եհովային, հավատա Բիբլիային, իրանց մոտ հավատը մի այլ ձև է ասոցացվում մարդու մեջ հավատը, ոնց որ հա դու որ ասում ես այդ տենց է, այսինքն սրա հետ է կապվում հավատը, որ ես պետք չի քննես, պետք չի մտնես մեջը դուրս գաս, դա կասկածամտությունն է, իսկ Քրիստոսն ասեց Երանի նրան, ով չտեսած է հավատում, հենց որ քեզ պետք չի դու գնաս ուրիշ տեղեր փնտրես, այ որ հիմա բերել ենք տալիս ենք, Աստվածա թույլ տվել այս գիրքը, որ ապրի միջև հիմա, ուրեմն դու պետք է անվերապահ հավատաս, չնմանվես այն անհավատ Թովմասին, դու պետք է լինես հավատացյալ, այսինքն այդ հավատ բառը շատ շահարկվեց, դրա համար էլ այս ժողովրդի մեծամասնությունը գլուխը պահած այդ Բիբլիայի տակ եւ կեղծ դոկտրիններով, դոգմաներով եւ շաբլոններով է ապրում։ Իհարկե կան այնտեղ ճշմարտություններ, բայց հիմնականում գերաղավաղումներ շատ էլ կան, որը արդեն գիտակցության վիրուս է հանդիսացել մարդկանց ուղեղներում։ Այդ հավատին ես կուզեի անդրադառնալ, թե ինչ ասել է հավատա, որ փրկվես կամ հավատա ինձ, ով որ ինձ հավատա, թեև մեռնի պետք է ապրի, կամ ով որ ինձ հավատա եւ կենդանի է, հավիտյան չի մեռնի։ Ինչ նկատի ուներ Քրիստոս այդ հավատ ասելով եւ ինչ առասարակ հավատը։ Բարի ստուգամանությամբ։ Սևակ ջան, իմ տեսանկյունը ասեմ, բայց դա ոչ միայն իմ տեսանկյունն է, բայց այսպեսով թող անցալվի։ Առհասարակ հավատք բառը, եթե ստուգաբանում ենք, հավատք բառը բաղկացած է have, որ կնշանակի սկիզբ, ցավոք սրտի ժամանակակից բառաներում չկա, եթե չեմ սխալ Մալիշանի ստուգաբանություններում կա, առաջին նշանակություններից մեկը հենց սկիզբն է, եւ հենց եբրայերենում Եվա անվանումը Հավվա այսպես է եղել, որ կնշանակի կյանքի սկիզբ, որպես կյանք ծնող, կյանք տվող կին։ Hav նշանակում է հավք հայերենում, հավք թրջուն եւ ամենաառաջնային հենց իմաստը կյանքի սկիզբն է, որպես սկիզբ։ At կամ hat նշանակում է հատվել, կտրվել։ Առհասարակ հավատք բառը նշանակում է կտրվել քո սկզբից, որի պատճառն ու արդյունքը փայլուն ձևով երևում է։ Ցանկացած մի մարդու խնդրեմ փողոցում դրսում եկեղեցում կարելի է հարցնել իր պատմությունից եւ հիմնականում պատասխանում են քրիստոնեական ժամանակաշրջանից սկսած։ Իսկ միշտ քրիստոնեական ժամանակաշրջանը կամ չենք հիշում,
կամ չենք ուզում, ամաչում ենք կոչելով հեթանոսական ժամանակաշրջան, որովհետև այդ նույն բառի շատ կրկնությունը իր բավականին ուժեղ գործունեությունը ծավալելով բերել է նրան, որ մարդկանց թմբիրի մեջ գցելով, դա գործիքներից մեկն է ընդհանրապես, բազում գործիքներից մեկը, եւ մարդիկ իրենք հիշողությունը ամենաշատը գնում են մինչև միջնադար կամ Քրիստոս, առաջին դար, հա, առաջին թվական։ Իսկ դրանից առաջ լավագույն դեպքում հիշենք թագավորի պատմություն, այն էլ ոչ շատ ավելի հեռու ժամանակներում, ու վերջ։ Եվ մի բառով եթե ուզենանք նկարագրենք, կասենք հեթանոսական ժամանակաշրջան եւ վերջ։ Իսկ ինչ է նշանակում հեթանոսություն։ Հեթանոսություն նշանակում է էթնոս, այսինքն տվյալ ազգի, տվյալ անձի հիմքը, սկիզբը։ Ծագումնաբանությունը, այո, իհարկե։ Այսինքն մենք չենք ուզում ընդունենք հեթանոս ասելով չընկալելով, չենք ուզում ընդունենք մեր սկիզբը, որտեղից է եկել եւ առասարակ հետ գնանք մի պահ մեր սկիզբ։ Այնինչ խոսում ենք միայն այն կետից, որտեղից որ հավատ բառը մեզ սերմանվել է։ Վստահաբար եմ ասում, Հիսուս չի ասել հավատք բառը, հավատացյալ եղեք։ Ես վստահ եմ, որ Հիսուս ասել է ճանաչել է պետք, ճանաչող եղեք կամ ճանաչեք, որովհետև եթե վերցնենք հավատ բառը թեկուզ այն նույն իմաստով, որի ընկալումը մինչ օրս բոլոր մարդիկ ունեն եւ ասում են, կա շատ սովորական պարզ դիտարկման ձև, եթե դու հավատացյալ ես կամ հավատում ես, ուրեմն դու կասկածում ես քո հավատացածի, դու վստահ չես դրա համար ես հավատում։ Ոչ մեկ չի կարող իր ծնողի կամ իր երեխու դիմաց նստել ու ասել ես հավատում եմ, որ իմ ծնողը իմ առաջ նստած է։ Ոչ, որովհետև այդ ծնողը նստած է քո առաջ, կարիքը չկա դրա հավատալու։ Եթե մենք ինքներս տեսնում ենք մեր ներսում, զգում ենք արարչական էներգիան կամ լիարժեք ճանաչում ենք Քրիստոսի եղելությունը, իմաստը չկա հավատալու։ Եթե հավատում ենք, ուրեմն նշանակում է կասկածում ենք։ Այսինքն դա ցույց է տալիս, որ ինչքան դու շատ ես հավատում, այնքան ավելի շատ ես կասկածում։ Առնվազն ճանաչել է պետք, եթե ցանկություն Այ հավատացյալից ասել ճանաչածին վիճակ։ ճանաչել է պետք։ Իդեպ ասեմ, նույն չարչարքված բառերի շարքից նաև մոգություն բառն է, որ շատ սև դաշտի խորհրդանիշ է դարձել, բայց մոգություն նշանակում է կարողանալ։ Սովորական մագուշի բառն է ռուսերեն, հիմքում ընկած, վսե մագուշի, որ ասում են, կամ հայերենում ասում ենք ամենակարող արարիչ, չէ՞։ Այդ ինչպես եղավ մագուշի բառը, որը նշանակում է կարող լինել, մենք ասում ենք ամենակարող Աստված կամ արարիչ, բայց ռուսերենով մոգ բառը, հա, ընդունում ենք որպես սև ասեմ, սև մոգություն հասկացողություն հա կա, բայց դա որ դեպքում է սև մոգությունը լինում, երբ որ կարողության դաշտը բերում անձնականացնում ենք եւ սկսում ենք մեր էգոյի համար ծառայեցնել մեր տիեզերքի կողմից տված հնարավորությունները։ Այդ ժամանակ նաև տիեզերքից պատիժ կարող է ստանալ նուրբ։ Բայց դա չեղավ, որ մոգություն բառը դա սարսափելի ինչ-որ մի բան է։ Եթե սարսափելի է, ուրեմն մենք այդ սարսափելի պետք է նկարագրենք արարչին կամ ոնց որ շատերը Աստծուն են ասում, հա։ Մենք պրոբլեմ ունենք բառերի ընկալման եւ ճանաչողության։ Եթե թույլ կտաս մի շատ էլի խեղված, հա, խոսակցական ձևին անդրադարձ կատարեմ կամ մի երկու բառը, եթե դեմ չես լինի։ Իհարկե, Դավիթ ջան, օրինակ մեր հանդիսատեսին հուշում անելով, որպեսզի ճանաչողության ճանապարհով գնալուց իրենց օգնի, ասեմ, հիշեք մեր պապերը ինչ էին ասում։ Մեր պապերը ունեին շատ լավ խոսք, երբ որ մեկը մի բան չէր անում, ասում էին մի քիչ մարդ եղի կամ մարդավարի գործ արա։ Ինչի համար էր ասում, չէ՞ որ դիմացինը մարդ էր։ Դա հենց ուղիղ իմաստով ցույց է տալիս, թե ինչի համար էր Հիսուսը ասում իրեն մարդու որդի, կամ ցույց է տալիս
մարդու տարբերությունը չմարդկանցից, որոնք թեկուզ նույն կերպարով են ներկայացվում։ Մարդ են, բայց իրենց ներսում քնացած է թե հոգին կամ իրենց մեջ կա, ուղղակի հուշումս թող լինի, որ մարդիկ ուշադրություն դարձնեն մեր պապական եկած շատ խոսքերի, կամ նույն հաջողությամբ ուշադրություն դարձնենք մեր ժամանակներում հասած օգտագործվող եւ արդեն դրես կոդ դարձած խոսելաձևի, որ ընդունված է ողջ աշխարհում, դուքով խոսելը որպես հարգանքի նշան։ Ասեմ ավելին, դա շատ վատ, ամենայն դեպս իմ համար չընդունելի խոսելաձև է։ Դրա համար մենք որ առաջ անգամ ծանոթացանք, խնդրեցի դուքով չխոսելի, մեծ Սևակ ջան, ասեմ պատճառը որն է, ընդունված է միջև իսկ ասեմ ազգային ժողովի մակարդակով եւ ողջ աշխարհում դուքով չխոսելը անարգանք է համարվում եւ պատահական չի, որ այդ ընդունված դրեսկոդ դարձած sense գաղափարախոսություն է եւ որն է դրա խնդիրը, խնդրեմը, դա միանգամից ստանում է Հիսուսի դիվահանության այն կետին, երբ որ Հիսուսը ասում է Դեվի հետ խոսելուց հարցնում է ինչպես է քո անունը, ասում է մենք շատ ենք, մեզ լիգիոն են ասում։ Ցանկացած մարդ իր ներսում ուզի թե չուզի ունի շատ դևեր։ Դևերը դա այն սարսափելի բաները չեն առաջին հայացքից, դևերը ներկայանում են մեր էմոցիաների տեսքով եւ մեր նյութական ցանկությունների տեսքով ներկայացնում, այդ ամենը նորմալ է, շատ մարմնական է, լավ է, բայց լավ է իր չափի մեջ։ Իհարկե, ամեն ինչը Եթե չափի մեջ է։ եթե սնում ես ու շատացնում ես չափից շատ են այդ ամենը դառնում, թե էմոցիաները, թե մեր նյութական ցանկությունները, դա տանում է կործանման։ Բոլորս դա լավ ենք հասկանում։ Իհարկե, միաբևեռ ուղղությամբ է զարգանում ու այս Երբ կողմի վրա ընդհանրապես չստեյքվում։ Այո, երբ ու բոլորիս ներսում ինչի այդ օրինակները բերեցի, որ մարդիկ հասկանան շատ սարսափելի չի, բայց սարսափելի դառնում է, եթե մենք իրանց արթնացնում ենք։ Չարաշահում ենք։ Երբ մենք խոսում ենք դիմացինի հետ դուքով, դա ցույց է տալիս, որ չենք խոսում դիմացինի հետ, այլ խոսում ենք տվյալ արթնացնելով, խոսում ենք տվյալ մարդու եւ տվյալ մարդու ներսի բոլոր դիվային համակարգի հետ։ Այսինքն մի ամբողջ լիգիոն ենք մեր առաջ հանում։ Դա չնշանակեց, որ հարգում ենք մենք այդ մարդուն։ Արից տրամաբանենք այսպես. մենք հարգում ենք մեր ծնողներին, մեր հարազատներին, մեր եղբայրներին եւ ոչ մեկ իրանց հետ դուքով չի խոսում։ Դուքով չենք խոսում այն մարդկանց հետ, ում իրականում հարգում ենք եւ ում առաջ մեր ներքին խոհանոցն ենք բացում։ Բայց թե կլինի դասախոս, թե բժիշկ, թե նախարար, թե պաշտոնյա ինչ-որ անձնավորություն, երբ իրենց հետ դուքով ենք խոսում, մենք մեր եւ իր մեջտեղ որոշակի պատնեշ ենք կառուցում եւ երբեք մեր ներքին անձնականը չենք կարող մեզ թույլ տալ ներկայացնել դիմացինին։ Այդ ո՞նց եղավ, որ մենք հարգում ենք իրան դուքով խոսելուց։ Եթե հարգում ենք, ուրեմն պետք է պատրաստ լինենք նվիրվենք իրանց, չէ՞։ Բավախի ինչու չենք նվիրվում։ Մենք բառը օգտագործում ենք, պահանջում ենք օգտագործել, բայց մեր ներսի էներգիան այլ բան է պահանջում։ Չի թողում, որ ճակերտավոր հարգած մարդուն բացես քո ներքին խոհանոցը։ Այո, քանի որ քն հոգնակյակերտ մասնիկը հայոց լեզվով, դուն եզակի, դուքը հոգնակի, այսինքն շատ դուեր։ Իհարկե, Իրա մեջ շատ դուեր է սախնացնում, դու արթնացնում ես մարդու ներսի, այո, Ուժային լեգիոնը, իր ողջ զորությունները, լեգիոնին արթնացնում ենք, դիվահարված մարդը դա այն մարդն է, որ իր ներսի դևերին արթնացրել է այն աստիճանի, որ չի կարողանում արդեն ենթարկել եւ ինքն է դառնում ենթակա։ Մենք մեր ներսում որպես մարդ պարունակում ենք տիեզերքի ինչ գոյություն ունի ամեն ինչից մի փոքրիկ մասնիկ, ամեն ինչից, սկսած արևի լույսից, վերջացրած խավարից, ձրևից միջև իսկ քամի։ Երբ այդ ամեն ինչը մեր մեջ ունենալով, այդ ամեն ինչի կրող ունենալով, մենք պոտենցիալ իշխաններ ենք այդ ամեն ուժերի վրա։ Միայն թե կարողանանք հավասարակշռություն ապահովել եւ ինքներս իշխողը լինել այդ ամենի։ Եվ հենց այդ ունենալու շնորհիվ է, որ Հիսուսն ասում է,
Եթե լիարժեք ճանաչողությամբ կամ վստահությամբ Սարին ասես շարժվի գնանքի ջուրը, ինքը կանի։ Եթե այդ Սարի ուժը մեր մեջ չունենանք, չի կարա աննարին կլինի այդ ամենը։ Քանզի ունենք մեր մեջ, դրա պատճառով է այդ վստահությունը, այդ ճանաչողությունը, որ պետք է որ ստացվի եւ աննարին բան իրոք չկա։ Եվ հենց այդ հզորության պատճառով է, որ միշտ մարդկության պատմության մեջ տարբեր մշակույթներում բազում աստվածներ պայքարել են մարդու հոգու համար, Որ քանզի տիրեն այո մարդը։ աստվածները իրանք տրված են կոնկրետ գործողությունների համար, իսկ մարդու մեջ գոյություն ունի տիեզերքում ամենից մի փոքր հատված։ Մնում է մեզ զարգացնել առողջական էներգիայի շնորհիվ։ Եվ վերջ։ Իհարկե, ճանաչում ես քո ներսի, ինչպես դու ասացիր, քո ներսի սարը, արդեն այդ սարի վիբրացիան, որ քո մեջ կա, դիմացի սարը կարող ես տեղափոխել, որովհետև դու արդեն բերում կապ ես հաստատում իր հետ։ Իդեպ Արդեն ինքը մագնիսի էֆեկտով ենթարկվում է քեզ։ Իդեպ հետաքրքիրը գիտես որն է, որ ինձ մեկ-մեկ նույնիսկ ջղայնացնում է, որ հենց նույն դուքով խոսելը պատճառ է դառնում նույն պետական այրերի մոտ, որ նայում ենք շատ տենց մակերեսային մակարդակի աստիճան, վիճաբանության պատճառ է դառնում, ծես կրտուկի պատճառ կարող է դառնալ իրար դուքով չխոսելու պատճառով, բայց դա միայն խոսում է անգրագիտության մասին, ցավոք սրտի, բայց բարձրաձայնորեն ասեմ, անգրագիտության մասին է խոսում։ Մեր մշակույթում չի եղել, դա օտարածին բան է, օտարածին մուտ գործած գործիք է, որ Հատուկ երևի պարտադրվել է եւ ունենք այն ստացել է լայն կիրառում։ Նույնը ունենք արա այն ինչ բառը, որ արա ունենք, բառը, Սևակ ջան, ցավոք արայի սրտի։ պատճառով իշքան մարդիկ իրար դառնակարեցին արա բառը Ասում ես, իր իմաստով ոնց շփվեցին։ արա նշանակում է արարիչ, արարչականություն, եւ վերջի վերջո տղամարդ, արական։ Մեր ազգի մեջ արա բառը ամենահայկական անուններից մեկն է, եթե ոչ ամենահայկական։ Արով Ամեն սկսող արագած, բոլոր բայց բառերը պատկանում են հայկական արմատներին, բայց անգրագիտության թմբիրի մեջ գտնվելու շնորհիվ մի փոքրիկ էլ վիբրացիան սխալ օգտագործելու պատճառով, այսինքն տոնայնության կոպիտ տոնով արտահայտելու շնորհիվ, երբ դիմացինին արայով է դիմում կամ վեճի ժամանակ, երբ ուզում են վիրավորել իրար, արայով են դիմում եւ դա դառնում է թեժ վեճի պատճառ։ Նորից ուզում եմ կրկնվել մինչև իսկ պետական այրերի աստիճան, իսկ սովորական հանրային մարդը ինչ պետք է անի այդ ամենը տեսնելով։ Շպիտով ենք ասում, բայց շատ ցավալի բանի մասին ենք խոսում։ այո, որովհետև պետությունը ընտանիքի մեծացրած մոդելն է։ Ընտանիքը պետության կորիզն է։ Եվ Իհարկե, եթե մեծ հարթակում պետությունը որպես ընտանիքի հավաքատեղի մեծ մոդել նման կերպ է առաջնորդում ժողովրդին եւ փոքր այս կորիզներին, որպես փոքրիկ պետություններ ամեն մեկի տուն իր ընտանիքը, դե այսպեսին պետք է լինի մարդու այո, վիճակը, որ ասում են, ինչ տենովի սովորովի է։ Եվ այսօրվա իրենք մեր փոխարենը պահեն գիտելիքը, իրենք են աղճատում գիտ։ Բայց քանի որ ժողովրդին նախորդ հաղորդման ժամանակ խոստացանք խոզերի հետ կիսատ մնաց թեման, մի երկու բառով էլ երևի անդրադառնանք, հետո ժամանակ կունենանք ավելի ծավալուն, բայց որպեսզի սուտ դուրս չգանք մեր հանդիսատեսի մոտ, կոպիտ ասած, թեև էլի խնդիր չի, բայց դե այնուամենայնիվ մի երկու խոսքով անդրադարձ կատարենք Լևակ ջան, Դավիթ ինչ ջան։ վերաբերում է խոզերին, ցանկացած կրոնի մեջ, հիմնական կրոններում հատկապես, արգելված է խոզի միս ուտել, նաև քրիստոնեությունում, բայց քրիստոնեությունը ազատ կրոն է, եւ քրիստոնեությունում արվում է այն ամենը, ինչ մարդ ցանկանում է։ Բայց ինչու է արգելված։ Շատերը կապում են, որ Հիսուս խոզերի մեջ դևերին ուղարկեց եւ դիվային ուժեր պարունակող կենդանիներ են, դրա համար չի կարելի։ Հիմնականում դա է պատճառը։ Բայց արի սկսենք բժշկական կամ գիտական, հա, ապացույցներով։ Խոզը միակ կենդանին է, որի ներքին օրգանները համապատասխանում են մարդու ներքին օրգաններին։
Եթե չեմ սխալվում, ծայրահեղ ժամանակ, եթե ուրիշ հնարավորություն չկա, նույնիսկ կարելի է խոզի արունը ներարկել կյանք փրկելու համար։ Այսինքն, եթե նույն արունն էլ մոտ է մարդու արյանը, դա ցույց է տալիս առնվազը մի շատ կարևոր բան, որ խոզ կենդանին, այսպես ասեմ, հեռու չի մարդու մարմնից իր կառուցվածքով։ Արի մի փոքրիկ էլ այլ դաշտից դիտարկում անենք, նոր հետո այդ երկու հատվածը կպցնենք իրար։ Եթե նայում ենք հնդկական որոշ հավատալիքներին, քանզի քրիստոնեական դաշտում ցավոք սրտի դա չի ընդունված վերածնունդ հասկացողությունը, մի փոքրիկ արդեն ուրիշ այլ հավատալիքներին նայելով, մի այսպիսի բան կա, այն մարդը, որ գրամոլությամբ է ապրում իր կյանքը, չափից դուրս տրվում է գրամոլության, գոնե մի կյանք պետք է ինչ-որ կենդանի, օրինակ խոզ ծնվի, քանի որ խոզը ամենակեր եւ իր ողջ կյանքը տարած է ուտելուն, Ամենակերա կարելի ասել։ մարդ նախ նկատենք, որ մարդու նման ամենակեր է, մարդու նման եւ իր միակ գործողությունը ուտելն է, այսինքն տվյալ մարդը գոնե մի կյանք պետք է համապատասխան կենդանու կերպարով ծնվի, որպեսզի հագեցնի ներսի գրամոլությունը, որ մի ուրիշ կյանքում արդեն մի քիչ ավելի գիտակից ճանապարհով գնա։ Եթե այդ փիլիսոփայությունը ընդունում ենք ու գալիս ենք կապելու քրիստոնեական ճանապարհի հետ, օրինակ, ինչու Հիսուս կամ դևերը չխնդրեցին, որ ավելի մոտ կամ գտնվող ցանկացած սկսած մրջյունից վերջացրած ցանկացած ինչ որ տվյալ տարածքում գտնվող կենդանու մեջ իրենց մտցնի, այլ պահանջեցին խոզերի մեջ, չէ, դևերը պահանջեցին խոզերի մեջ, որ Հիսուսը իրենց ուղարկի, ասեն, այդ ամենը վերջում կապվելու են իրար հետ։ Մարդու ներսի դևերը առհասարակ դիեզերքի օրենքով իրավունք չունեն ոչ մի ուրիշ կենդանի արարածի մեջ մտնեն։ Իրանք ստեղծված են մարդու համար։ Եվ եթե իրավունք չունեն ուրիշ կենդանու մեջ մտնեն, որտեղ իմաստ էլ չկա կենդանու մեջ մտնելու, որտեղ կենդանին գիտակից արարած չի, դևերը գիտակցությունից են սնվում։ Եթե իրանք պահանջում են, որ խոզերի մեջ ուղարկվի, դա նշանակում է մարդու եւ խոզի մեջ անմիջական կապ կա, որը հենց ապացուցում է, որ հնդկական հավատալիքը չի սխալվում։ Այսինքն խոզ կենդանին դա խորհրդանիշն է ցածր մարդու, այսինքն մարդու, ով որ կենդանու տեսքով է եկել աշխարհ հագեցնելու համար իր ворկրամոլությունը։ Եթե մենք համեմատում ենք նույն գիտական փաստերի հետ, որ իր ներքին օրգաններով եւ ամեն ինչով ամենամոտն է մարդուն, հասկանում ենք, որ այդ ամենը գալիս կապվում է մի կետում, որ խոզ ուտելով մենք դառնում ենք մարդակեր ինչ-որ միտեղ։ Դրա համար է արգելված ուտել խոզի միս։ Իհարկե չի կարելի ծայրահեղ ընդունել այս ամեն ինչը, բայց արժի գիտակցաբար, եթե նայենք, առհասարակ չարժի կենդանու միս ուտել, եթե ծայրահեղ դաշտով նայենք, եթե չկա ուտելիք այլ բնության կողմից, խնդիր չկա, որս կարելի անել ուտել, բայց ու եթե կենդանի ենք ուզում ուտենք, ուրեմն պետք է ինքներս որսանք, ինքներս պայքարի մեջ մտնենք տվյալ կենդանու հետ, կամ ինքը կամ մենք, ով կհաղթի, թող ինքը ուտի։ Ճշմարտությունը տեղ է, բայց ոչ 21-րդ դարի ձևը։ Դրա համար խոզը արգելվում է ուտելը եւ ցավոք սրտի ինչ որ միտեղ էլ արդեն կորել է այն ճանաչողությունը, այն գիտակցություն, թե ինչ որն է պատճառը, որ չի կարելի հենց խոզ ուտել։ Սաղ կենդանիները կարելի են, խոզը չի կարելի։ Ոչ մեկ է դարձ ուղղակի ասել դիվային է ու վերջ անցնել առաջ երևի ամենահեշտն է, բայց ոչ մի հարցի պատասխան չտվող, որը արդեն քո վրա էլ է ազդեցություն ցույց տալիս։ Ինչ անենք, ուրեմն Դավիթ ջան, ես իհարկե այս գիտելիքները կարևոր է, ոչ թե քո ասացի պես սայրեղականանանք, այլ ուղղակի տեղեկանանք ու ամեն ինչ ինչպես ասեցինք, օգտվենք ամեն ինչից չափավոր եւ գիտակից արթուն վիճակում եւ հետո նոր ժամանակներում արդեն մենք էվոլյուցիոն մեր ընթացքի թռիչք կատարելով այս դին աշխարհը մնալու է մեր ուսերի հետևը։
Հենց որ Ժորժ ջան, մի տագնապեք մեր հաղորդումներից, ձեզ քառակուսիների մեջ դոգմատիկ ֆանատիկ ձևով չենք դնում, ոչ էլ մենք մոլի հավատացյալ կամ աղանդավորներ ենք, որ ձեզ արգելենք սա։ Ամեն մարդ թող հետև իր սրտին, հոգուն եւ էությանը գիտակից արթուն վիճակով։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, որ այսօր արծարծեցին կարևոր թեմաներ եւ կարծում եմ կրկին սա հետաքրքիր կլինի մեր դիտողներին։ Երևի այսքանով եզրափակենք մեր այսօրվա զրույցը եւ հետագայում արդեն կանադառնանք մյուս թեմաներին, որոնք տեղ կգտնեն մեր եթերներում։ Մենք շարունակենք մեր եթերները, մեր հուսով եմ մեր դիտողներն են սպասում, մեր հետևորդներն են սպասում սիրով, հաստրել է սիրվես մեր դիտողների Չէի կողմից սպասում։ Եղավ, շատ բարի, ուրեմն կհանդիպենք հաջորդ հանդիպումների Բարի։ եթերների ժամանակ։ Շնորհակալություն, մեր սիրելի դիտողներ, մեզ հետևելու համար կհանդիպենք։ Լավ մնացեք։ Հաջողություն, հաջողություն։